Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող անձեռոցիկների արտադրամասում։ Մի քաղաքացի ծխահարվել է, բարեբախտաբար նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղում շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել նրան։ Հրդեհի հետևանքով առաջացած ծուխն ու կրակը տեսանելի են եղել քաղաքի տարբեր հատվածներից։ Մինչ փրկարարների ժամանումը արտադրամասի աշխատակիցները փորձել են սեփական ուժերով կանխել կրակի տարածումը։ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 115 փրկարար ծառայողներ։ Տեղամասներից մեկում անմիջապես այս պահեստին կպած բնակելի տուն կա եւ այնտեղ աշխատանքներ են իրականացնում, որպեսզի տարածումը կանխենք, գրեթե հաջողվել է եւ մյուս ուղղություններով նույնպես իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։ Տաշիր կապիտալի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության լիցենզիայից զրկելու գործով դատական հերթական նիստն է այսօր եղել։ Այլ դեպքերում խնդիրներ առաջանան։ Նիստի ընթացքում Տաշիր կապիտալի փաստաբանական խումբը միջնորդություն է ներկայացրել գործը պատշաճ ժամկետներում քննելու վերաբերյալ։ Փաստաբան Արամ Օրբելյանը պարզաբանել է, որ թեև ի սկզբանե մտադիր չեն եղել հայցի ապահովման միջնորդություն ներկայացնել, ակնկալելով գործի արագ քննություն երկամսյա ժամկետում, իրավիճակը փոխվել է։ Ըստ նրա, կառավարության ներկայացուցիչը ժամանակ է խնդրել գործի նյութերին ծանոթանալու համար, ինչը ստեղծել է ռիսկ, որ դատաքննությունը կձգձգվի 3 ամսից ավելի, որպեսզի այդ ընթացքում տեղի չունենան մեջբերում անդառնալի փոփոխություններ, պաշտպանական կողմը միջնորդել է կիրառել հայցի ապահովումը։ Երկու օր առաջ ստացա կառավարության ներկայացուցիչ դիրքորոշումը, որով խնդրեց իրեն ժամանակ տրամադրել, որ ինքը ծանոթանա պատասխան ներկայացնի, ակնկալելով, որ երբ որ բալանսավորվում է օրենքով սահմանված ժամկետ, մասնակիցների դատավարական իրավունք, հնարավորություն կա, ռիսկ կա ապահովելու համար կառավարության ներկայացուցիչի արդար դատաքննության իրավունքը, որ իրեն ժամանակ կտրամադրվի եւ հնարավոր է, որ չենք տեղավորվի 2 ամսում, դրա համար ներկայացվեց այս միջնորդությունը։ Ի սկզբանե մեր նպատակն է 2 ամսում գործը ավարտել, ստանալ որոշում եւ որևէ հայցի ապահովման խնդիր որպես այդպեսին դրված չէր ընդհանրապես, որովհետեւ ակնհայտ էր, որ մենք համոզված ենք հիմնավոր է, որ որևէ խախտում չկա։ Երբ որ բայց մենք դիտարկում ենք արդեն երբ որ կառավարության ներկայացուցիչը պատահականորեն նոր իմացավ, նոր են ներգրավել ֆորմալ առումով, հա, բայց նոր միջնորդում է ժամանակախնդրում ծանոթանա պատասխան ներկայացնի, այդ ժամանակ մենք արդեն միջնորդեցինք եւ դրանով էր պայմանավորված մեր միջնորդությունը, սա շատ կարեւոր է, որ շուտ այնց այլ խնդիր չէր դրված։ Հայաստանի էլեկտրական ցանցերը այս պահին դե ֆակտո պատկանում է պետությանը եւ բարձրացել է ընկերության ակտիվությունը, կառավարության ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եթե հեծի շուկայական արժեքը կլինի, այսպես ասած, հասանելի պետական բյուջեի համար, մենք դա լիարժեք ամբողջությամբ կպետականացնենք, կազգայնացնենք եւ կհանձնենք հավատարմագրված կառավարման միջազգային բարձր պրոֆեսիոնալ ընկերության կամ ընկերությունների խմբի։ Այսինքն հիմա շուկայական գնահատման գործընթացն է տեղի ունենում, որովհետև հիմա նաև որոշ կարծիքներ են հնչում, բայց շատ նախնական, որովհետև կարող է պարզվի, որ հեծի ֆինանսական վիճակը այնքան վատ է, որ իր շուկայական արժեքը շատ ցածր է եւ կարելի է ուղղակի կառավարության որոշմամբ ինչ-որ մի գումար հատկացնել։ Փաշինյանը նշել է, որ հեծը որպես գործընկեր համագործակցում է Հայաստանի տասնյակ ընկերությունների հետ, ինչը նախկինում այդքան էլ այդպես չէր։ Հեծի մրցույթներին մասնակցում էին նախկին կառավարիչների հետ կապված ընկերությունները։ Փաշինյանը սա որակել է որպես կոռուպցիոն եւ փողերի լվացման համակարգ, որը իրենք բացահայտել են եւ հարուցել քրեական գործեր։ Չափազանց հետաքրքիր process-ներ են ընթանում։ Ադրբեջանից Հայաստան եկող բենզինը ադրբեջանական թե ռուսական է։ Ռետորական հարց է հնչեցրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնելով, որ Ադրբեջանն ունի 1 նավթազտարան եւ այն հազիվ է բավարարում իր պահանջները։ Իսկ անցած տարի Ադրբեջանը Ռուսաստանից ներմուծել է 120,000 տոննա պրեմիում տեսակի բենզին։ Քոչարյանը նաեւ հիշել է Հեյդար Ալիևի հետ իր հեռախոսազրույցը հայ-ադրբեջանական առևտրի առաջարկի մասին։ Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին եւ ասել եմ մեծ ծրագիր ենք անում լիսի հիմնադրամով ասֆալտ ենք։ Ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից եւ իրեն առաջարկել եմ, որ բիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից էին բիտումը, ասի լավ էլ քայլա մենք նաեւ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց մի 2 օր դուր մտածեմ հետ կզանգեմ։ 2 օր հետո զանգելա, գիտեք ինչ ասել։ Ասելա
ճիշտ ես ասում, բայց մեր մոտ կարող է դա սխալ ընկալել։ Ես որ այդ գործարքին գնամ, ինձ շատ ուշ քննադատության տակ կհայտնվեմ։ Ես իրեն ասել եմ, ես ինձ ավելի շատ պետք է Հայաստանում քննադատել, որովհետև մենք ենք առնում փողը, մենք ենք տալիս զերապրանքը բերում։ Ասում եմ, գիտես, մի քիչ տրամադրությունները այստեղ ուրիշ են։ Դուք հաղթած կողմ եք, ու տրամադրությունները ուրիշ են։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև հարաբերությունները հասել են վտանգավոր սահմանագծի, թեև Իրանում ավարտվել են զանգվածային անկարգությունները, սակայն Մերձավոր Արևելքում լարվածությունը նոր փուլ է անցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին ի պատասխան Իրանի ղեկավարությունը հայտարարել է լիակատար մարտական պատրաստվածության մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իրանական ափերը շարժվել ամերիկյան ռազմական հսկայական նավատորմ Աբրահամ Լինքոլն ավիակրի գլխավորությամբ։ Նա զգուշացրել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է ավելի հզոր հարված հասցնել Իրանին, քան 2025 թվականի ամռանը, շեշտելով, որ ժամանակը սպառվում է։ Ըստ CNN-ի Սպիտակ տունը մի քանի սցենար ունի՝ հարվածներ միջուկային օբյեկտներին, պետական հաստատություններին եւ ուժային այն կառույցներին, որոնք պատասխանատու են երկրում բողոքի ցույցերի ճշմարտ համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ Իրանի զինուժը պատրաստ է անհապաղ եւ հզոր պատասխանի։ Նախարարի խոսքով Թեհրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ձեռք բերել, քանի որ նման զենքերը տեղ չունեն զինանոցում։ Ըստ նրա, Իրանը բաց է արդար համաձայնագրի համար, բայց ոչ սպառնալիքների ներքո։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին փաստացի մերժել է ուրանի հարստացումը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկը, այն համարելով միջամտություն երկրի ներքին գործերին։ Նա շեշտել է, որ ցանկացած ռազմական գործողություն կհամարվի լայնածավալ պատերազմի սկիզբ եւ պատասխան հարվածներ կստանան նաեւ ԱՄՆ-ի դաշնակիցները, մասնավորապես Իսրայելը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն առաջարկել է Թրամփին կազմակերպել եռակողմ գագաթնաժողով ճգնաժամը մեղմելու համար։ Եվրամիությունը Կայա Կալասի գլխավորությամբ քննարկել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս նահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու հարցը։ Այս քայլը ըստ վերլուծաբանների կլեգիտիմացնի ԱՄՆ-ի հնարավոր հարվածները Իրանին։ Ռազմական բախմավտանգի պատճառով կրկին ընկել է իրանական ռիալի կուրսը։ $1 արժեքը դարձել է մոտ 2 միլիոն ռիալ։ Այս ամենի ֆոնին Թեհրանը պաշտոնապես ներկայացրել է իր նոր 2000 կիլոմետր հեռահարությամբ Խորեմշեհր բալիստիկ հրթիռը։ Այն իրանական զինանոցի բալիստիկ հրթիռներից ամենանշանավորն է։ Միջազգային վերլուծաբանները չեն բացառում, որ ԱՄՆ-Իրան ռազմական բախումը կարող է սկսվել 48 ժամվա ընթացքում, եթե դիվանագիտական խողովակները վերջնականապես փակվեն։ Եվրամիությունն Իրանի դեմ պատժամիջոցներ կսահմանի բողոքի ցույցերը դաժանաբար ճնշելու համար, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Մենք պատժամիջոցներ կսահմանենք կառավարության անդամների, դատախազների, ոստիկանապետերի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամների եւ համացանցն անջատողների նկատմամբ, ասել է նա։ Բարոն հայտնել է, որ Եվրաընտանիքը կսառեցնի ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ակտիվները եւ կարգելի նրանց մուտքը միության անդամ երկրներ։ Ֆրանսիան նույնպես կողմ է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս նահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցանկում ներառելու գաղափարին։ Եվրամիությունը եւ Ադրբեջանը եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ համաձայնել են սկսել Նախիջևանի երկաթուղային նախագծի իրագործելիության ուսումնասիրության աշխատանքները։ Ըստ Ադրբեջանում Եվրոպական միության պատվիրակության նախագիծը կարևոր ներդրում է տարածաշրջանում տնտեսական հոսքերի բարելավման գործում։ Երկաթուղին կդառնա Տրանսկասպիան տրանսպորտային միջանցքի մի մասը, ապահովելով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի կապը շուրջ 15 օր տարանցիկ ժամկետում։ Եվրոպայի եւ Ասիայի միջև բազմազան հուսալի եւ կայուն երթուղիները մեր ընդհանուր ռազմավարական շահերից են բխում, նշված է հայտարարությունում։ Ավելի վաղ Դավոսում կայացած 5-օրյա համաշխարհային ֆորումի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Եվրոպական միության ընդլայնման հարցերով Մարտակոսը քննարկել էին հետագա համագործակցության մանրամասները։
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում հարձակում է տեղի ունեցել։ Քաղաքի օդանավակայանի մոտակայքում պայթյունի եւ կրակոցների ձայներ են հնչել, հայտնել է Reuters պարբերականը։ Բարեբախտաբար երկրի անվտանգության ուժերը հետ են մղել մայրաքաղաքի ռազմավարական օբյեկտների վրա հարձակումը։ Դեռևս հայտնի չեն դեպքի հնարավոր պատճառներն ու հետևանքները։ Վերջին շրջանում Նիգերիայում բռնություններ էին գործադրում քրիստոնյաների վրա։